Ողջույն, մենք ուղիղ եթերում ենք եւ ինչպես խոստացել էինք այսօր եւ հետայսու յուրաքանչյուր 3 շաբթի 20:00-ին ես եւ իմ ընկեր, գործընկեր Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը կպատասխանենք ձեր հարցերին։ Այս ընթացքում մենք միայն Facebook-ով ստացել ենք 100-ից ավել հարց։ Տասնյակ հարցեր TikTok-ում, հարցեր հենց YouTube-ում, հարցեր նաև այլ հարթակներում, Instagram-ում մասնավորապես եւ բնականաբար, քանի որ մենք նախատեսել էինք միայն 1 ժամանոց եթեր, հետեւաբար մենք խմբավորել ենք ձեր բոլոր հարցերը եւ դրանց այսպես համապարփակ ձևով կփորձենք պատասխանել։ Ողջույն Արմեն։ Ողջույն ձեզ։ Եվ ուրեմն հարցերը հետևյալն են, որ ամենաշատն էր այսպես կարմիր թելով անցնում յուրաքանչյուր մեր հարգարժան քաղաքացու հարցում հետևյալն էին։ Մենք 5-ն ենք առանձնացրել, մասնավորապես առաջինը դա ռուսական ուժային եւ տեղեկատվական ներկայության խնդիրն է Հայաստանում եւ Հայաստանի անդամակցության այս ռուսակենտրոն միություններում դրա ապագան եւ հեռանկարները։ Մենք այդ մասին իհարկե անցյալում էլ շատ ենք խոսել, բայց երևի թե կարիք կա այս ամենին ուղղակի այսպես հստակ հատու մեր դիրքորոշումը ներկայացնելու։ Հարցերը, որոնք մենք 5-ն ենք առանձնացրել, սրանք օրգանապես փոխկապակցված են եւ նույնիսկ այս բաժանումը 5 հարցերի շատ պայմանական է եւ ըստ էության ավելի մատչելի դարձնելու համար է։ Հաջորդը դա RЖD-ի ապագան է, որում Հայաստանի կառավարությունն արդեն այդ հարցը, ինչպես ասում են, շատ հրատապ ռեժիմի մեջ է դրել եւ ընդհանրապես ռուսական այսպես կոչված բիզնեսը Հայաստանում ինչով է զբաղված եւ ինչ օգուտ է տալիս, թե չի տալիս Հայաստանում եւ ինչպես վարվել դրա հետ, որովհետեւ այս ամենը գործիքավորված է եւ փաստ չէ, որ ծառայում է Հայաստանի Հանրապետությանը։ Հաջորդը, ինչպես հայտնի է, մենք նախաձեռնել էինք մեր քաղաքական եւ հասարակական գործընկերների հետ Եվրաքվե նախաձեռնությունը, այն իր զարգացումը ստացավ իր հավանությունը ստացավ իշխանությունների կողմից եւ վերածվեց օրենքի եւ հիմա մեր հարգարժան քաղաքացիները դուք հարց եք տալիս թե ինչ է լինելու սրա շարունակությունը եւ ինչ ժամանակային հորիզոններ են այստեղ նշмарվում։ Հաջորդը, որը նույնպես փոխկապակցված է այս ամենին, իհարկե քրեական ենթամշակույթն է, որի մասին մենք շատ ենք խոսել եւ հանցավորությունը Հայաստանում մեր մոտեցումները դրա դեմ այսպես այդ զրո հանդուրժողականություն ցուցաբերելուն եւ պայքարին։ Իհարկե ի սկզբանե պարզ է, որ մեր վերաբերմունքը դրան այն է, որ եւ գնահատականը, որ դա արվում է անբավարար ձևով։ Եվ իհարկե կանդրադառնանք այն հարցին, թե մենք Հանուն Հանրապետության կուսակցությունը ինչ ձևով ենք մասնակցելու առաջիկա ընտրություններին։ Ինչ ձևով ասելով, ես հասկանում եմ դա լինելու է դաշինքով, թե առանձին որպես կուսակցություն։ Եվ ուրեմն սկսենք Արման ռուսական ուժային եւ տեղեկատվական ներկայությունը եւ այս ռուսակենտրոն միություններում մեր այս շարունակվող իներցիայով մնացող այս անդամակցությունը, մանավանդ Մոլդովայի այս քայլի ֆոնին, որ դե Մոլդովան ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին չի էլ անդամակցել։ Հիմա որոշել են ԱՊՀ-ից։ Իսկ հիմա արդեն ԱՊՀ-ից են դուրս գալիս։ Որտեղ մի շարք համաձայնագրեր ուղղակի Մոլդովային կաշկանդում են եւ այդ պարտավորությունները ուղղակի ստիպել են, որպեսզի իրենք գնան այսպիսի գործընթացի առաջիկայում կառավարությունը մի շարք որոշումներ կընդունի, որից հետո հարցը կմտնի խորհրդարան, ըստ ամենայնի նրանք դուրս կգան ԱՊՀ-ից։ Ես կուզեի վերախմբավորել այս դասավորությունը, որտեղ տեսնում եմ, որ ուժային տեղեկատվական ներկայություն ենք մենք քննարկում ռուսական, բայց դա հյուսվածքներով կապված է
եւ տնտեսական ներկայության հետ եւ եթե ռուսական երկաթուղին ենք խոսում դա էլ է այստեղ մտնում որտեղ մենք հասկանում ենք որ ոչ պատահականորեն ռուսները մտան այդտեղ 2007 թվականին քննարկումները 2007-ին էին ոչ պատահականորեն դա Անդրանիկ Մանուկյանն էր իրենց հետ բանակցում հենց իրենց մարտներ ոչ պատահականորեն Անդրանիկ Մանուկյանը հետո նշանակվեց Ուկրաինայում Հայաստանի դեսպան եւ իրենց դեսպանի Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Զուրաբովի հետ մտավ տարատեսակ կապերի մեջ այդ բոլորը շատ փոխկապակցված են իդեպ ասեմ որ քրեական ենթամշակույթն էլ է այս նույն հարցի որտեղ առանց ռուսական ներկայության մենք գիտենք որ այստեղ հրահրող հիմնական ուժային կենտրոնը քրեականներին հենց Ռուսաստանն է եւ Ռուսաստանի համար ուրեմն հիմնական այսպես երկու առանցքային հենասյուն կա կոռուպցիա եւ քրեական աշխարհ որոնք գործարկում են իրենց ազդեցությունը խորացնելու համար հետեւաբար այստեղ եկեք հերթով գնանք ուրեմն խոսենք տեղեկատվական ներկայության մասին հատկապես վերջին օրերին Սալավյովի եւ Դուգինի հայտարարություններից հետո կրկին կարծես թարմացավ այս հարցը եւ մենք հանուն հանրապետության կուսակցությունը մշտապես մեր օրակարգում ենք պահել առհասարակ տեղեկատվական սպառնալիքները որոնք ռուսական ծագում ունեն եւ այդ իմաստով անընդհատ իշխանություններին հստակ սահմանել ենք այն վտանգները որոնք պետության առաջ են բերում այդ հոսքերը եւ առավել եւս մշտապես խոսել ենք հանրային մուլտիպլեքսում հատկապես ռուսական երկու պետական հեռուստաալիքների հարկատուների հաշվին եւ ես քանի որ նաեւ եղել եմ ազգային ժողովում ընդհանրապես օրենքի վերանայման ջատագովը եւ այն օրենքի այսպես աղճատված ընդունումը, որը բացառապես պայմանավորված էր կոവിഡ്ով եւ պատերազմով եւ դրանից հետո իմպլեմենտացիան, որ նախարար Հակոբ Արշակյանի կողմից տեղի ունեցավ այդ համաձայնագրի, հայ-ռուսական համաձայնագրի կնքումը ուղղակի խայտարակ փաստի առաջ կանգնեցրեց, բայց դա որևէ կերպ չի խանգարում, որպեսզի պետությունը բացառիկ քաղաքական կամք դրսևորի եւ այդ երկու ֆաշիստական ուղակի մարդատիացության քարոզչության այս հոսքերը առնվազն հանրային եթերային տարածքից ուղակի դուրս նետի այդ թվում նաեւ կաբելային ոչ միայն այո մենք խոսում ենք հանրային դիրեկտիվ ձևով հանրային եթերային տարածքից բայց դա մասնավոր կաբելային ցանցում չպիտի լինի որովհետեւ այդտեղ ուղակի պատերազմը խրախուսող քարոզչություն է գնում ֆաշիստական քարոզչություն է գնում եւ մենք դրան չենք կարող հանդուրժող լինել հիմա ասում են Հայաստանին վերաբերող սեգմենտները անջատվում են կներեք հարցը միայն Հայաստանին վերաբերող հարցը չի այդտեղ Ուկրաինայի դեմ հստակ քարոզչություն է գնում այդտեղ մեր եվրոպական գործընկերների դեմ քարոզչություն է գնում Հայաստանի բարեկամ եվրոպական միության տարբեր երկրների անդամ երկրների Մակրոնի նկատմամբ օրինակ գնում է ամենանողկալի գնահատականներով պիտակավորումներով ուրեմն քարոզչություն է գնում ինչու պիտի Հայաստանի քաղաքացին վերաբերմունք ձևակերպի ուրեմն ռուսական քարոզչության ֆիլտրով սա մենք պիտի թույլ չտանք ավելին մենք Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերություն ունենք եւ պետք է տեսնել թե ինչ աղբ են նրանք ամեն օր գեներացնում այդ երկու հեռուստաալիքներով եւ դա տարածվում է եւ դա չի խլեցվում դա տարածվում է այդ նույն հանրային մուլտիպլեքսի ուրեմն տարածքում սրանք գիտեք ինչ է նաեւ մենք այնքան ենք խոսել սրա մասին եւ այնքան ենք այս հարցերը քննարկել մեզ համար գուցե հիմա չգիտեմ նորելուկ քաղաքական ուժեր կգան այս թեմաները կբերեն օրակարգ որովհետև դրանք խիստ մոդայիկ են բայց կարծում եմ որ մենք շատ ավելի առաջ պիտի գնանք եւ եթե այսօր մենք հրճակում ենք որ հիբրիդային սպառնալիքներ դիմագրավելու
այսպես անհրաժեշտության առաջ են կանգնած ու Իդեպ, դրա համար արտաքին հետախուզության զեկույցում ծևով սպիտակի վրա այո, դրված հիմնական սպառնալիքները առանձին այլևս ոչ գլուխ է թե դրված, ֆիզիկական պատերազմի մասին է նշվում, այլ հենց հիբրիդային պատերազմի, որը ոչ պակաս ազդեցություն է ունենում ուրեմն ժողովրդի ֆիզիկական եւ հոգեվոր եւ հոգեկան առողջության վրա, քան կարող է ֆիզիկական պատերազմը։ Եվ այս իմաստով, եթե մենք 15 միլիոն եվրո փող ենք վերցնում եվրոպացիներից, որպեսզի նրանք օգնեն մեզ պայքարենք ռուսական հիբրիդային սպառնալիքների դեմ, երբ սպառնալիքը ուղիղ միացված է մեր հանրային մուլտիպլեքսի ալիքներով եւ կներեք Ամրանը վարչապետը ասուլիսներից մեկում ինչ որ խոսում էր, որ ռուսների հետ դե իրենց հետ հաց են կիսել, չգիտեմ ինչ է կարել, հարգելիս սա պետության ազգային անվտանգության սպառնացող երևույթներ են եւ կներեք այդ ձեր հացընկերների հետ ունեցած անձնական հարաբերությունները անթույլատրելի է որպեսզի որևէ կերպ կապվեն այս կարևոր քաղաքական որոշման հետ։ Մեկ ընդմիշտ կարծում եմ պետք է արմատախիլ անել այս ռուսական ֆաշիզմը հայկական եթերային տարածքից եւ որպես կանոն պիտի ուղակի սա մեր կուսակցության նաեւ դիրքորոշումն է ընդհանրապես այլ երկրի պետական ալիքը ինչ գործ ունի մեր մասնավոր եթերային տարածքում։ Այդ տարածքում պիտի լինեն բացառապես կրթական ուրեմն տեղեկատվական հանրային ալիքներ, որոնք ստեղծում են կարևոր արժեք, կարևոր բովանդակություն մեր երեխաների համար, մեր մշակույթի, մեր մտավորականների ուրեմն ջանքերով եւ ուժերով պատրաստված եւ դրա համար վճարում է քաղաքացին, որպեսզի այդ տարածքը մենք մաքսիմալ ուրեմն ստերիլ պահենք, մաքսիմալ միտված մեր պետության առողջության, մեր պետության, մեր ժողովրդի ուրեմն զարգացվածության նպատակին ծառայեցնելու, ուրեմն սա պիտի լինի։ Մեր արժեհամակարգին հարիր, այլ ոչ թե այդ փնթի ֆաշիզմը բերեն։ Իդեպ հաց ուտելու հետ կապված էլ Պապ Թագավորին հաց ուտելու ժամանակ դաշույնը մցրեցին մեջքը, զգուշ հաց կերեք նրանց հետ ում հետ չի կարելի ովքեր ձեզ հետ հաց են ուտում, հետո գնում են եթերներում թույլ են տալիս, որպեսզի ձեր նկատմամբ ամենավերջի հայոյախոսությունը եւ ժողովրդին անվանարկելու ամենաանթույլատրելի ուրեմն բառամթերքը թույլ տալու այդ քարոզչական իրենց հաղորդումներում։ Տնտեսական ներկայություն նայեք այսօր շատ ակտուալ էր էլի կուսակցություններից մեկը մեր մրցակից կուսակցություններից մեկի առաջնորդներից մեկը խոսում էր գույք պարտքի դիմաց այդ ուրեմն գործարքի բացառիկության մասին, որ եթե մենք այդ գործարանները չտայինք ռուսներին, պարզվում է այդ գործարանները կխեղդվեին եւ ոչնչի ուրեմն չէինք կարող հասնել։ Անկեղծ ասած ես նորից բացեցի, տեսնեմ թե այդ ինչ ներդրումներ են եղել։ Մի սենտ ռուսները չեն ներդրել այդ ձեռնարկությունների մեջ, հակառակը կարծում եմ, որ պետք է գույքագրել, թե ինչ են այդտեղից թալանել տարել, որտեղ դա նաև մտնում է ռուսների ընդհանուր քաղաքական Մարս գործարանից մնացել է կոտոշները եւ սմբակները։ Կերել են ամբողջությամբ։ Պատերնել են կերել։ Նույնը վերաբերում է բոլոր այն հատվածներին, որտեղ իրենք ներդրում են արել, հատկապես ռուսական երկաթուղու հետ կապված հայտնի պատմություններ կան, ես մանրամասներին ծանոթ եմ նաև, որտեղ ներսից հնարավոր է եղել որոշ քնչական նյութեր կարդալ, ապշել կարելի է թե ինչպես են, ինչ կեղծիքներով, ինչ թալան են իրականացնում ցայսօր եւ վերջերս ես այս նյութին մի կարճ տեսանյութով անդրադարձել էի, պետք է տեսնել թե այդ հիմնարկում աշխատող պատկառելի ինչպիսի անձինք ինձ նամակներով գրում էին, որ փրկեք մեզ, որովհետև սրանք ռուսները ուղակի ամեն օր զբաղված են ռուսական երկաթուղին ուղակի ոչնչացնելով եւ կեղծ վնասներ ցույց տալով փաստորեն ստիպում են, որպեսզի Հայաստանի բյուջեն մենք բոլորս հարկատուներս ուրեմն ըստ այդ չարաբաստիկ պայմանագրի, կոնցեսիոն պայմանագրի մենք պետք է իրենց վնասները փոխհատուցենք, իսկ դրանք միլիարդավոր
դրամների են հասնում եւ այն քրեական վարույթը, որ 2018 թվականին նախաձեռնվեց եւ դա ըստ էության շարունակություն չունեցավ Լավրովի այսպես զգուշացնող Սպառնալի հայտարարությունից հետո պետք է ուղղակի հետ բերել, որովհետև այդ սպառնալիքները լավ օրվա ամփորձ իշխանությունները ընկրկեցին դրա դիմաց, նաև անվտանգային մի շարք հարցեր ուրեմն տեսադաշտում ունենալով ռուսները ցույց են տվել, որ իրենք չեն կարող անվտանգային իմաստով մեզ համար պարտնյոր լինել, առավել եւս դաշնակից լինել, եթե չասեմ, որ իրենց ամբողջ այս վերջի 5-6 տարիների ամբողջ պատմությունը ցույց է տալիս, որ ուրեմն ոչ միայն Հայաստանի, այլև շատ ավելի գուցե կարևոր գործընկերային պարտավորություններ չեն կարողացել կատարել Վենեսուելայից մինչև Սիրիա եւ մեր քթի տակ Իրան, իրենք ոչնչի ընդունակ չեն եւ այս իմաստով մեր գործողություններն էլ պետք է դրանից բխեն։ Ես կուզեմ, որ դուք շարունակեք նաև խոսենք ընդհանրապես հապկից, ԵԱՏՄ-ից եւ այսօր Լավրովն էր խոսել, որ Եվրամիությունն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են եւ եթե Հայաստանը քայլեր ձեռնարկի Եվրամիության անդամակցության ուղղությամբ իրենք ստիպված կլինեն մեզ դուրս դնել ԵԱՏՄ-ից։ Կարծում եմ, այս մենք սրան չպետք է թույլ տայինք նույնիսկ որ բանը հասներ սրան։ Մենք 2024 թվականին մեր քաղաքական գործընկերների հետ, հասարակական կազմակերպությունների մեր շատ նվիրյալ ներկայացուցիչների հետ ձեռնամուխ եղանք, որոշեցինք Եվրաքվեն ուրեմն իրականություն դարձնել եւ 60,000 իշխանությունն էլ ընդունեց, որ ընտրություն այնուամենայնիվ եղել է, հասարակությունը ունի արդեն նախապատվություն, թե ինչ քաղաքական կուրսով պետք է պետությունն ընթանա եւ դրան տալիս է օրենքի այն է պարտադիր կատարման, ուժ։ Դուք ասում եք քաղաքական, ես կարծում եմ ոչ միայն քաղաքական, անվտանգային եւ տնտեսական, որովհետեւ մարդկանց այդ հերթերը գոյացել էր, որովհետեւ բոլորը շատ լավ հասկացել էին, որ Ռուսաստանի հետ Հայաստանը ես ստորագրությունների հերթերի մասին եմ խոսում, Ռուսաստանը չի կարող ոչ անվտանգային, ոչ տնտեսական, ոչ քաղաքական, ոչ ռազմաքաղաքական որևէ կերպ մեզ համար ուրեմն այլընտրանք լինել եւ սա իր արտահայտությունը գտավ մենք իհարկե ողջավորությամբ ընդունեցինք ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը բայց դա պիտի շարունակություն ունենա եւ ինձ համար անհասկանալի է որ մենք մինչեւ այս պահը նստած քննարկում ենք թե չգիտենք Եվրամիությունը մեզ կընդունի թե չի ընդունի ես կարծում եմ որ Եվրամիության ընդունել չընդունելու նաեւ հարցերը որոշելու են մեր գործողությունների արագությունը եւ որակը կկարողանանք մենք իրապես ցույց տալ մեր եվրոպացի գործընկերներին որ հանձնառու ենք եւ իրապես խորապես նպատակադրվել ենք դառնալ Եվրամիության անդամ ուրեմն վստահ եմ որ նաեւ կկարողանանք իրենց համակրանքը շահել ու ով գիտի աշխարհակաղակական մի պատուհան կարողա բացվի որտեղ մենք ինչպես հարևան Վրաստանին այդպիսի պատեհություն տրվեց, չէ, 2023 թվականի դեկտեմբերին հանկարծ իրենք դարձան Եվրամիության անդամության թեկնածու, որից իրենք հրաժարվեցին եւ կամ իրենց զրկեցին, բայց դա մեզ համար կարևոր ճանապարհ էր եւ մենք ողջավորված էինք վրացիների հաջողություններով։ Հիմա տարածաշրջանում ժողովրդավարության եւ Եվրամիության արահետը կամ ճանապարհը մեզ բաժին հասել եւ մենք պատվով պիտի այդ ուղղությամբ աշխատանքներ տանենք եւ իհարկե այդ ուղղությամբ աշխատանքներ ընթանում են կներեք բայց կարծում եմ մենք պիտի սա ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնենք եւ ոլորտային պատասխանատուներ նշանակելով պիտի Եվրամիության հետ աշխատենք էներգետիկայի ենթակառուցվածքների նույն երկաթուղու շուրջ պիտի բանակցություններ սկսենք եվրոպացիների հետ պիտի արդարադատության համակարգում գնա մոտարկման ահռելի աշխատանքի կարիք կա եւ ներքին գործերի նախարարությունը այստեղ ահռելի աշխատանք ունի անելու եւ կարծում եմ սրան պիտի ավելացնենք նաեւ համակարգող պետնախարարի կամ փոխվարչապետի պաշտոն պիտի առանձնացնենք, որ ընդհանրապես արևմուտքի հետ մեր ամբողջ աշխատանքների համակարգման այսպես մի նոր ինստիտուտ պիտի ստեղծի, որտեղ Միացյալ Նահանգների հետ աշխատանքներն էլ կարծում եմ մի նոր
ասպարեզ եւ հերանեկար են բացել հատկապես վերջին հայտարարությունից հետո, երբ մենք տեսնում ենք թե ինչ ահռելի, այսպես օրենսդրական եւ տեխնիկական աշխատանքների ճակատ է բացվել, հրամեցեք։ Դե ուրեմն կապված այս եվրոինտեգրման խթանման հետ սա մի process է, որին զուգահեռ այո ընթանում է նաև խաղաղության գործընթացը, մեր հարևանների հետ փոխկապակցվածության ձևավորման գործընթացը, եւ մենք տեսնում ենք, որ ռուսական ներկայությունը ըստ էության դեմ է թե փոխկապակցվածության ձևավորմանը, որովհետև քանի մենք ունենք RЖD, չի կառուցվելու այդ բաները։ Մենք պետք է լավ հասկանանք, մեզ հաշիվ տանք։ Այո, դրական է, որ վարչապետը այդ հարցը ասեն սուր ձևով դրել է, ասել է մեզ հիմա է պատասխան պետք եւ կոնկրետ հատվածներ է նշել։ Այո, հատվածներ եւ մոտավորապես մենք մեզ հիմա է պետք պատասխան, դուք սարքում եք թե չեք սարքում։ Նախնական պատկերացում կազմելու համար ասեմ, որ եթե չեմ սխալվում, կա հաշվարկ, որ մոտ 1 միլիարդ դոլարի $1 միլիարդ ծախս է նախատեսված։ Մենք գիտենք, որ RЖD-ն ահռելի պարտքերի տակ է։ Ինքնաթալանման ենթարկած ինքն իրեն, հա, ընկերություն 1 միլիարդ բերի դնի Հայաստան իրենց մայր ընկերությունը այս պահին 50 միլիարդ դոլարի ուրեմն այո եւ սա Պուտինն էլ ասում չեն կարող որտեվ հասկանում են որ իրենք ուրեմն թալանելուց բացի ուրիշ բան չեն խոսում չեն կարողանում բայց ես ուրիշ բան եմ ուզում այստեղ խոսեմ դու տեսեք դուք RЖD-ի մասին եք խոսում որպես անհնարինություն, հա, որը համատեղելի չի այն գործընթացի հետ փոխկապակցվածությամբ, որը մեզ համար ունի կենսական կարևորություն։ Եվ եվրոինտեգրման համար է եթե մենք խոսում ենք խաղաղության մասին, ընդհանրապես ռուսական որևէ ներկայություն անհամատեղելի է խաղաղության հետ։ Եթե մենք խաղաղություն ենք ուզում, այդտեղ չի կարող ռուսական քաղաքական, ռազմաքաղաքական ու տնտեսական հերանեկար լինել։ Մենք խաղաղությունը պիտի ապահովենք մեր կարողությունների ամրապնդմամբ։ Խաղաղությունը ինչ է, Ռուբեն, եթե ոչ անդուլ 24 ժամով նվիրված աշխատանք։ Այդ աշխատանքը հնարավոր չի այս տնտեսական կառուցվածքի մեջ։ ԵԱՏՄ-ն հայկական տնտեսական թռիչքը խեղդելու համար ստեղծված այսպես կոչված տնտեսական միությունը, trafficking-ը կոպիտ ասած, որի իմաստը ոչ թե մեր տնտեսական զարգացումն ապահովելն է, այլ խեղդելը, որպեսզի մենք շարունակենք մնալ վասալային կախվածության մեջ Ռուսաստանից եւ հանկարծ այսպես սուվերենության նշաններ ցույց չտանք։ Եվ մեզ անընդհատ Լավրովի շուրթերով, Զախարովաների շուրթերով հիշեցնում են, եթե դուք հապկից դուրս գաք, դուք ստիպված կլինեք լքել ԵԱՏՄ-ն իբր մեզ տնտեսապես կպատժեն։ Ես կարծում եմ մեկ ընդմիշտ այս որոշումը պիտի կայացվի։ Ես չեմ ասում, որ մենք պիտի այսպես փակենք ռուսների առաջ դռները, որովհետև եթե թուրքերի հետ խոսում ենք, կարծում եմ ռուսների հետ եւս պիտի խոսենք, բայց դա չի կարող լինել ի հաշիվ մեր ինքնիշխանության, մեր արժանապատվության եւ մեր հարատեվության օրակարգերի։ Հրամայականը նկատի առնելով, այո։ Ռուսները Սալավյովը եւ Դուգինը հստակ ցույց են տվել, թե ինչն է Կրեմլի նպատակը Հայաստանի հետ կապված։ Բառացիորեն։ Ուրեմն հատուկ ռազմական գործողություն եթե պետք է, ուրեմն Հայաստանի հարցերը լուծելու։ Նպատակն էլ են ասում, դուք չպետք է սուվերեն լինեք։ Դա մեզ վնաս է։ Բառացիորեն ասում։ Եվ այս իմաստով այս հայտարարությունից հետո շարունակել մնալ հապկում ԵԱՏՄ-ում, շարունակել սահմանին վրա պահել ռուսական FSB-ի սահմանապահներ, 102 ռազմաբազա, սրանք էլ ինչ պիտի անեն ռուսները, որ դուք հասկանաք, որ ուրեմն մեր անկախ գոյության ուրեմն այսպես ամբողջ քաղցկեղի այսպես ցանց ենք բերել դրել երկրի ընդերքում, երկրի սրտում եւ սա ուղղակի իհարկե այս օրակարգերի հետ խաղաղությանը միտված այս օրակարգերի հետ ուղղակի անհամատեղ է։ Մեր ընկեր, գործընկեր քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի կողմից կազմակերպված այս անվտանգության ֆորումի ժամանակ վարչապետը երբ ելույթ ունեցավ, ասաց հետեւյալը, որ քանի հակասության մեջ չի այն գործընթացը, որ մենք ունենք Եվրամիության հետ ԵԱՏՄ-ի մեր անդամակցությանը,
չէ, քանի այդ հակասությունը չենք տեսնում, հա, մենք ոնց որ այսպես կտրուկ քայլեր չենք անի։ Մյուս կողմից էլ էլի եթեյով մենք գնում ենք եվրոպական ստանդարտների ուրեմն արմատավորմանը Հայաստանում։ Եթե Եվրամիությունը քաղաքական որոշում կունենա, որ մենք անդամակցենք, շատ լավ չի ունենա, մենք կլինենք եվրոպական ստանդարտներով երկիր, սենց եթեներով։ Բայց նաև ասում եմ, մենք պետք է պահպանենք ընտրություն կատարելու հնարավորությունը։ Կներեք, այդ պահը ինձ համար մնաց խիստ խնդրահարույց եւ անհասկանալի։ Եթե կա աղբ, ապա ինչ ես ընտրում, աղբը պետք է հավաքվի։ Ես չեմ պատկերացնում ընտրություն աղբը հավաքելու եւ չհավաքելու միջև։ Ես հրաժարվում եմ նման ընտրությունից եւ որովհետեւ ես արդեն կատարել եմ իմ ընտրությունը, որ աղբը պետք է հավաքվի։ Եվ որ մեր տունը պետք է լինի մաքուր։ Այստեղ ինչն ես ընտրում։ Չկա այստեղ ընտրություն։ Իհարկե, ես սա ավելի շատ պատկերացնում եմ, որ մտածում են, թե այսպես դիվանագիտական փաթեթավորմամբ մենք կարողանանք կառավարելի պահել Ռուսաստանի վարքը, բայց մենք տեսնում ենք, նաև պատմությունն է հուշում, որ Ռուսաստանը ընդհանրապես չի ազդվում նման դիվանագիտական փաթեթավորումներից։ Բալթյան երկրները ընդհանրապես էլի երբ նայում եմ այդ երկրների մամուլը 39-40 թվականներին պարլամենտում այն ժամանակ պարլամենտական երկրներ էին, այդ պարլամենտում դեբատներ այս տիպի խոսակցություններ էին գնում։ Եվ ինչն էր հիմնականում, եկեք չսադրենք Ռուսաստանին։ Ռուսաստանը ռազմաբազաներ պահանջեց, հահատանք, չսադրենք Ռուսաստանին։ Հետո X պահին այդ ռազմաբազաները վերածվեցին ներխուժող զորքի, ինտերվենտների եւ մեկ էլ հաշվաժամերի ընթացքում այդ փոքր երկրներում կանգնեցին մի իրողության առաջ, որ երկիր այլևս չկա։ Երկիրն օկուպացված է։ Հիմա բաց տեքստով մեզ զգուշացնում են Սալավիվներն ու Դուգինները եւ դրան չեն հետևում կոնկրետ գործողություններ, կոնկրետ քայլեր։ Մենք այստեղ պետք է հակազդեցության ռազմավարություն մշակենք եւ ունենանք ինչպես ենք դրան հակազդում, որովհետեւ Ռուսաստանի ներսում որևէ արգելակ չկա, որ նրանք դա անեն։ Կա կարողությունների խնդիր։ Եվ Ռուսաստանին չի կանգնեցնում մի արգելակ, որը կոչվում է միջազգային իրավունք։ Սոլովյովն է ասում։ Մենք թքած ունենք միջազգային իրավունքի վրա։ Մենք այս հարցով շատ կարևոր քննարկում ենք ունեցել։ Իդեպ այս իմաստով օգոստոսի 8-ին ձեռած հնարավորությունը Հայաստանին իրապես այդ կարողություններով օժտելու ահռելի հնարավորություն է տալիս եւ Միացյալ Նահանգների ներկայությունը մեր տարածաշրջանում նաեւ շնորհիվ օգոստոսի 8-ի այս համաձայնագրի եւ հռչակագրերի տալիս է մեզ բացառիկ ուժ եւ կարողություն իրապես Ռուսաստանի ազդեցությունը եւ Ռուսաստանի ներկայությունը մեր երկրում էապես նվազեցնելու եւ թույլ չտալու որ նա հենվի այդ ազդեցության վրա, այդ ներկայության վրա իր հայաստանատյաց քաղաքականությունը իրականություն դարձնելու համար։ Ուրեմն օրինակ Մոլդովան մենք խոսել ենք սրա մասին, չունի այն առավելությունը ինչ ունենք մենք, որտեղ մեր տարածաշրջանում ներկայություն չկա որևէ ձև։ Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում, որը Միացյալ Նահանգների պատկերացմամբ մեկ ընդհանուր աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական տարածք է, Միացյալ Նահանգների ահռելի ուրեմն ներկայության նաև մասնակից ենք եւ ջատագովն ենք եւ կարծում եմ սրանից մենք ահռելի նաև օգտվելու հնարավորություն պիտի եւ գիտակցություն պիտի ունենանք եւ սա պիտի մեզ համար դառնա իրապես ուղենիշ եւ այս իմաստով մինչեւ շարունակելը թեման կուզեմ ասել որ հենց այս պահին մեր ուղիղ եթերի ժամանակ մարդիկ մեզ գրում են ուզում եմ խրախուսել որպեսի մարդիկ ավելի ակտիվ լինեն եւ հարցերով եւ իրենց մաղթանքներով մասնակցեն ձեր հարցերը մենք հիմա կխմբավորենք եթե ժամանակ մնա իհարկե մեր ծրագրի ավարտին դրանց էլ կանդրադառնանք բայց ես հատկապես ուզում եմ խոսել դուք առանձնացրել եք քրեական
Ենթամշակույթը եւ հանցավորությունը, որը կա Հայաստանում։ Մենք իդեպ ասեմ, որ այդ ենթամշակույթ կոչվածն էլ ռուսական ծագում ունի։ Հայաստանում ընդհանրապես գողական մտածողությունը եւ գողական այդ հասկացողությունը ներմուծված է դրսից եւ դրանք այս կամ այն կերպ ազդեցության գործակալներ են։ Դրանք ինտեգրված են Ռուսաստանին որպես ազդեցության գործիք։ Եվ Հայաստան դրանք վերադարձել են 98 թվականին Ռոբերտ Քոչարյանի հետ, իսկ դրանք գոնե Վանո Սիրադեղյանի ներքին գործերի նախարար եղած ժամանակահատվածում ամենախիստ ձևով էին դրանց վերաբերում եւ դրանք քաղաքականության հետ մերձենալու այսպես սովորույթ ունեն եւ ոչ պատահականորեն այդ օլիգարխիկ ամբողջ շրջանակը նախկին քրեական հանցագործներ էին եւ հիմա ելի ոչ պատահականորեն Քոչարյան, մնացած Սերժ Սարգսյան, իդեպ նաեւ եկեղեցի այս կամ այն կերպ աֆիլիացված են այս քրեական շրջանակների հետ եւ ոչ զարմանալիորեն այս քրեական բոլոր շրջանակները խիստ հավատացյալ եւ հայրենասերներ են, բոլորը իրենց թիկունքում ունեն մի քանի կառուցած եկեղեցի, որտեղ մտածում են, որ իրենց մեղքերը դրանով կկարողանան ուրեմն քավել իրենց մեղքերը ու սա պատահական չի եւ ասեմ ես այսօր նաեւ կարեւոր փոխատեղումներ են տեղի ունեցել ներքին գործերի նախարարությունում ոստիկանապետը պաշտոնաթող դարձավ դառնալով փրկարար ծառայության պետ նաեւ դարձավ ու շատ կարեւոր է որպեսզի մենք նաեւ հասկանանք ոստիկանության ներսում այս փոխատեղումները ծառայեցվելու են օրինակ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընդհանրապես քրեական այս տարերի չեզոքացման քաղաքական կամք կա թե չէ որտեղ մենք տեսնում ենք նաև օրենքով ռողերը ռուսական կուսակցությունները որոնք ուղղակի հայերեն խոսացող նույն դուգիններն են եւ սալավյովները եւ ոչ պատահականորեն բոլորը Հայաստան անուններով է Հայաստան հայրենիք ուժեղ եւ այլ հա եւ ինչպես էլի մեր ընկեր Ստեփան Սաֆարյանն էր ասում, որ ցանկացած ձայն նրանց դա ձայն է դուգինին։ Դե գնացեք ու ապրեք այդ մտքով։ Հա, անլվա ֆաշիստ դուգինին եք դուք ձայն տալիս։ Այո, որը հիմա Մունաթ է գալիս Ալիևին, ասում է, որ մենք քեզ օգնեցինք, որ դու Ղարաբաղի հարցը լուծես, դու գնացիր ամերիկացիների հետ համաձայնեցիր, այո։ Եվ հիմա, այո, այս քրեական ենթամշակույթը եւ հանցավորությունը, որը արդիականանում է Այո, նրանք էլ հարմարվում են այս նորացվող աշխարհին, նրանք լայնորեն կիրառում են այս տեղեկատվական եւ հեռահաղորդակցային գլոբալ հեղափոխության արդյունքները եւ ավելի բարդ են դառնում հայտնաբերման համար այս կրիպտո արժույթի շրջանառությունն է եւ մենք տեսնում ենք նարկո բիզնեսն է դարձել էլեկտրոնային Եվ շատ դժվար է այդ ամենի դեմ պայքարել, եթե Հայաստանի իրավապահ մարմինները չեն ինտեգրում իրենց ջանքերը մեր համախոհ գործընկեր երկրների հետ։ Գալով քրեական ենթամշակույթին եւ խոսելով այն մասին, որ Հայաստանում հանցավորությունը եւ քրեական ենթամշակույթը ածանցվում է Ռուսաստանից, դա ունի շատ պարզ պատճառ, ոչ թե Ռուսաստանը վատն է, չգիտեմ ուրիշը լավը կամ մենք չենք սիրում Ռուսաստանին։ Եկեք արձանագրենք իրողությունը։ Ռուսաստանը մի պետություն է, որը զավթված է, կազմակերպված քրեական խմբավորման կողմից եւ վերածված է հանցագործության գործիքի։ Իսկ այդ ամենը չի կարող չբերել նրան, որ այդ երկրից ինչ դուրս է գալիս, պարուրված է քրեական ենթամշակույթով եւ գեներացնում է հանցավորություն, լինի դա բիզնես, լինի դա նույնիսկ մշակույթ եւ երաժշտություն։
Դուք խոսում եք այլընտրանքային խողովակների եւ ուրեմն միջոցների մասին, կրիպտո եւ նարկո միջոցներ, բայց անթակույց Արբեկան վերջերս մի հոդված էր հրապարակել եւ խոսվում է, որ փափուկուժի այսպես ռուսական 165 միլիոն գումար են պատրաստվում ծախսել եւ թիրախում 2026 թվականի ուրեմն համապետական Թիվ 1 առաջնահերթությունը Հայաստանը նվաճել Հայաստանի ընտրությունն ու միջոցով այդ ռազմական հատուկ գործողությունը իրականացնելու են այն քաղաքական ուժերը, որոնք ակնհայտորեն իրենց դիրքավորում են հենց այդ դաշտում եւ ես դա նույնիսկ վախենում եմ կոչել ռուսամետություն, որովհետեւ դա ռուսամետություն չի, դա ռուսականությունը, դա Հայաստանամերժությունը եւ Հայաստանամերժությունը եւ նրանցից եւ որևէ մեկը չի համարձակվել Սալավյովին պատասխանի արժանապատվորեն ասում են որ անզգուշ հայտարարություն է արել Սալավյովը անզգուշ ձևակերպում է թույլ տվել եւ դուգինին չեն պատասխանել եւ այս իմաստով ես հատկապես կուզեի որպեսզի մենք տեսեք այսքան նաև կարևոր արձանագրումներ են կանում տնտեսական, քաղաքական, ռազմական, անվտանգային ներկայության մասին խոսում ենք եւ նաեւ հիբրիդային սպառնալիքների չեզոքացման կամ դրանց մեղման մասին ենք խոսում բայց միևնույն ժամանակ տեղեկատվություն է գալիս որ ԱԱԾ-ն օրինակ իրենց սպաներին ուղարկում են Ռուսաստան դա խայտառակություն հիմա սրա մասին մենք պիտի խոսենք թե ոչ եւ պիտի հաշվետվություն պահանջենք Հայաստանի պատկան մարմիններից որոնք այս որոշումները շարունակում են փաստորեն նախկին այս իրենց ավանդույթները Էլի փառք ու պատիվ իհարկե հայկական դիվանագիտությանը որ մեծ ջանքեր գործադրեց որ Tripay պրոյեկտը դարձավ իրականություն իհարկե էլի կառավարության շնորհքն է որ չեկիստի օրը փոխեցին մեր ազգային անվտանգության ծառայությունը ունի իր պրոֆեսիոնալ օրը, որովհետև ամեն տարվա դեկտեմբերի 20-ին սիմվոլիկ մխիթարանքներ են։ Բայց մենք խոսում ենք գործից, դուք պատկերացնում եք մեր ազգային անվտանգության ծառայության, մեր սպաները, այո, ուրեմն հրավիրվում են կրթության Ռուսաստանում։ Դուք պատկերացնում եք, չէ՞, որ դրանք հավաքագրված ուղղակի գործակալներ են եւ նրանք չեն կարող Հայաստան վերադառնալ եւ Հայաստանի օգտին։ Սա ուղղակի վարչապետը պետք է անձամբ արկելի այնպես ինչպես օրինակ Սուրեն Պապիկյանը որոշել է որ պաշտպանության նախարարությունում այդ երկրի քաղաքացիներ չպիտի այլևս աշխատեն նույնիսկ ընտանիքի անդամները դե հիմա սա չափազանց կարևոր որոշում որովհետև ինչ պատճառներով կարող են այդ մարդիկ լինել հատկապես Ռուսաստանի քաղաքացիներ եւ Ռուսաստանը կարող է հենց այդ մարդկանց միջոցով ուրեմն ազդել մեր ամենազգայուն ամենակարևոր ուրեմն գերատեսչության պաշտպանության նախարարության վրա եւ այդ մարդիկ այդ պաշտոնները բարձր պաշտոնները զբաղեցնելով ուղղակի մեր գլխին կարող են պատուհաս դառնալ։ Այն ամենավճռական, ամենակարևոր պահը մեր գենշտաբի պետի հետ կապված էլ որ խոսակցություններ էր գնում, հատուկ հաղորդագրություն եկա որ նրա ընտանիքի անդամներից եւ ոչ ոք Ռուսաստանի քաղաքացի այլևս, գոնե այլևս, գոնե դրանից առաջ խոսվում էր ուրիշ բան, հիմա խոսում են եթե լինեին, օրինակ պայմանական, լավ, գենշտաբի պետը չի, մի այլ բարձրաստիճան պաշտոնյա է, այո, նրա որդու նկատմամբ Ռուսաստանից ինչ վտանգասեք կարող լիներ, կարող էր ազդել նրա, ասենք, աշխատանքային եւ ծառայողական գործունեության ինչու է սա մեզ համար այսքան նուրբ հարց։ Մենք պիտի հասկանանք, որ այդ 20 թվականի պատերազմի այդ արհավիրքը միայն ֆիզիկական ռազմական դաշտում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով չի Ռուսաստանը ազդեցության այնքան միջոցներ է ունեցել եւ վստահ եմ որ մեր պատկան մարմինները նաեւ այդ որոշումը ընդունելիս իրենց ձեռքի տակ ունեցել են այդ ահռելի ինֆորմացիոն բազան որ ազդեցության եւ վերջում այդ արդյունքի հասնելու միջոցներից մեկը եղել է նաեւ հենց սեփական քաղաքացիներին գործի դնելով եւ նրանց օրինակ, չգիտեմ, բանակում
սեփական ուժերին չվստահելու, սեփական իշխանության նկատմամբ անվստահություն ունենալու, այսպես տրամադրություններ են քարոզել, զզվելու։ Մենք ունենք Ռուսաստանում փախած երկու պաշտպանության նախարար, ի վերջո, որից մեկը այսօր ամենօրյա ռեժիմով դատարկաբանություն է շահ տալիս։ Դե ինձ բացատրեք ինչի համար ենք մենք մնում ԱՊՀ-ում, որի շրջանակներում մենք պարտավորություն ունենք միմյանց հանցագործներ ուրեմն էքստրադիցիայի ենթարկելու եւ մեր պետության համար չափազանց վտանգավոր հանցագործությունների մեջ մեղադրվող այս երկու անձին, Արշակ Կարապետյանը եւ Միքայել Հարությունյանը, շարունակում են ուրեմն Ռուսաստանում թաքնվել։ Բայց դրա դիմաց ասենք ինչ որ Ռուսաստանից փախած խեղճուկարակներին ստեղ ինչ որ բերման ենք ենթարկում, օրերով հետապնդման ենթարկվածներին այստեղ մենք ինչ որ պրոցեդուրայից ելնելով պետք է մարդկանց անհանգստացնենք։ Սա ուղղակի անընդունելի է։ Եվ այո մենք մեր կուսակցության ծրագրում նաև այո մենք հռչակելու ենք 0 հանդուրժողականություն նարկոբիզնեսի եւ նարկոմանիայի նկատմամբ։ Այո, սա պետք է գա դպրոցից, որովհետեւ մեր արժեհամակարգին դա ուղղակի դեմ ամենակոշտ պայքարը պետք է տարվի հենց դպրոցական միջավայրից, դպրոցական տարիքից եւ այս պայքարին այո պետք է լծված լինեն նաև քաղաքացիները։ Ամենալայն մասնակցությամբ հասարակության մենք նման խնդրեմ պետք է չունենանք։ Սա չարիք է ուղղակի մեր հասարակության համար եւ կարող է աղետի վերածվել։ Մենք ի վերջո միջազգային այդ նեգատիվ փորձը կա, նայեք Լատինական Ամերիկայում ինչ է կատարվում։ Այո։ Սա աղետ է ուղղակի։ Մենք չենք կարող նման բան թույլ տալ մեզ։ Նույն հենց Ռուսաստանում Նույն հենց Ռուսաստանում սարսափելի թվեր են այդտեղ։ Այո։ Այս իմաստով ես շատ պիտի ուզեի որպեսզի այդ քրեական ենթամշակույթի հետ կապված մեր այս դիրքորոշումը առնչեինք նաև կոռուպցիայի դեմ պայքարին։ Կոռուպցիան եւս Ռուսաստանի համար կարևոր այսպես գործիք է ազդելու կոռուպցիան Ռուսաստանի կառավարման համակարգն է ինքնին ինչպիսին մենք ունեցել ենք մինչև 18 թվական հենց հանում ես կոռուպցիան եւ ոչ պատահականորեն 16-17 թվականներին Եվրամիության եւ Միացյալ Նահանգների դեսպանները կոռուպցիան հայտարարեցին որպես Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիք դա քարորիա պատերազմից հետո էր ես հիշում եմ թե Ռուսաստանից ինչպես էին ոռնում որոշ այսպես կոչված բարձրաստիճան պաշտոնյաներ, խոսնակներ եւ նրանց երկրորդում էին Հայաստանի ազգային ժողովի այո նժդեհական այսպես կոչված ֆրակցիայի ղեկավար այն ժամանակ ինչև է եւ ասում էին որ ձեր գործը չէ մեր ներքին գործերին մի խառնվեք եւ այլն այսինքն կոռուպցիայի վերաբերյալ ներքին գործը կոռուպցիայի այո կոռուպցիայի վերաբերյալ հայտարարությունը այո որովհետեւ այլ համակարգ գոյություն չուներ կոռուպցիայից բացի եւ այստեղ մեր կուսակցության դիրքորոշումը 0 հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ ես ընդհանուր միջև կարծում եմ որ ազգային ժողովում պետք է առաջարկել կոռուպցիայի վերաբերյալ հոդվածների վերանայում եւ պատժաչափերի խստացում եւ դրա բազմաթիվ օրինակները կան եվրոպական միության երկրներում եւ կարծում եմ ամենախիստ պատիժները պետք է մենք նախատեսենք եւ դրանով ոչ միայն մենք պետության մեր պետության առողջության համար մեծ ծառայություն մատուցած կլինենք նաեւ էապես թույլատրած կլինենք ռուսական ազդեցությունը դրանով որքան մեր պետական ապարատից որքան առողջ այո այդքան որովհետեւ չի կարող խաղաղությունը եւ կոռուպցիան խաղաղությունը եւ Հայաստանի
դիմադրողունակության բարձրացումը, Հայաստանի զարգացումը, ուրեմն եւ սրանք մերժող, այո, սրանք մերժող ուրեմն ուժերը, անհատները, թե հայաստանյան եւ թե Հայաստանից դուրս ուրեմն դրանք համատեղելի լինել։ Ոստի ես կարծում եմ, որ այս իմաստով մեր առաջնային հրամայականներից է ուրեմն ամեն ինչ ծառայեցնել այն օրակարգին, որը Հայաստանում խաղաղությունը ուղղակի խաղաղությանն այլընտրանք չի թողնում, իսկ դա նշանակում է, որ մեր պետությունը պիտի ի վիճակի լինի խաղաղության այս ամեն օրը նյութականացնի աշխատանքով, բարձր աշխատավարձով, գյուղատնտեսական այնպիսի հնարավորություններով, որ գյուղացին իր բերքը, իր արտադրանքը իրացնելու խնդիր չունենա, որի կեսը մնա պարապ, այո, որ կաթը մթերելու խնդիր չունենա, որ իրապես մարդիկ ամեն օր զգան խաղաղության բերած հնարավորությունը։ Եթե ամենահեռավոր գյուղում Հայաստանի այս խաղաղություն կոչված օրակարգը չի բերել բարեկեցություն, չի բերել իր կյանքի որակական փոփոխություն, ինչներիս է պետք այդ խաղաղությունը։ Մեր խնդիրը խաղաղությունը Երևանից, այս մեր տաղավարներից դուրս հանել եւ մարդկանց Աշոտքից մինչև Մեղրի, գյուղացիների, այո, նոյեմբերյանից մինչև քաղաքացիների, մարզերի, մեր բոլոր հայրենակիցների կյանքը պիտի որակական թռիչք ապահովող ուրեմն քայլեր պիտի եւ օրակարգեր պիտի գան ու այդ իմաստով մեր կուսակցության հիմնական նպատակն է անհատի բարեկեցությունը տարածել երկրի բարեկեցության վրա, որովհետեւ մեր պատկերացմամբ անհատը որքան առողջ, կիրթ եւ հարուստ լինի, այդքան մեր պետությունը ուրեմն ավելի ուժեղ կլինի։ Մեր պետության դիմադրողունակությունը ուրեմն կիրթ, բարեկեցիկ, մրցունակ, առողջ քաղաքացին է եւ կարծում եմ խաղաղության նվիրված մեր այս ամբողջ այս խոսակցությունը պիտի ծառայի այդ մեկ մարդու առողջությանը, կրթությանը, նրա զավակների ուրեմն առաջ հնարավորությունների այսպես բազմազանությանը, որ նրանք կարողանան պատշաճ մանկապարտեզ գնալ, պատշաճ ուրեմն կրթություն ստանալ դպրոցում, պատշաճ առողջություն ստանան։ Մենք գնում ենք մարզեր եւ տեսնում ենք ինչ ահռելի խնդիրներ կան, որոնք պետք է բարձրացնել այդ խնդիրները, պիտի բերել այդ խնդիրները քննարկել ազգային ժողովում եւ դրանց պիտի համակարգային լուծումներ տրվեն, սկսած նրանից, որ դպրոցներում պատշաճ կրթությամբ ուսուցիչներ չկան, հիվանդանոցներում պատշաճ քանակով բժիշկներ չկան եւ սա ուղղակի խտրական պետական ներդրումների պայմաններում խտրական վերաբերմունք է։ Չի կարող Վարդենիսի բնակիչը ավելի վատ բուժման հնարավորություն ունենալ, քան Երևանի բնակիչն է։ Այսինքն ուզում եք ասել, որ երևանցին առավելություն ունի Վարդենիսու նկատմամբ, Երևանի երեխան պիտի անվճար գնա մանկապարտեզ, Գյումրիի երեխան չպիտի գնա։ Աբսուրդ։ Այսինքն Երևանի երեխան ավելի հայ է, քան Գյումրիի երեխան։ Այս հարցերը իսկապես դիսկրիմինացիա է եւ մենք այս հարցերը ուզում ենք իրապես պատշաճ լուծում գտնել։ Իդեպ Արման, մենք նաև տեղեկացնենք մեր հարգարժան դիտողներին եւ հետևորդներին, որ մենք աշխատում ենք մեր նախընտրական ծրագրի վրա եւ այն պատրաստ կլինի փետրվար ամսվա վերջին մոտավորապես ամբողջությամբ եւ մենք դրանք բաժին առ բաժին ներկայացնելու եւ քննարկելու առիթներ կունենանք այս հարց ու պատասխանի շրջանակներում նաեւ մենք շնորհանդես կկազմակերպենք, ժողովրդին կներկայացնենք, դա կհրապարակենք, կտպենք, ընդ որում թե փրիկ տարբերակով թե
էլեկտրոնային, որ մաքսիմալ հասանելիություն ունենա, որ մենք մեր տեսլականով առավելագույնս հասկանալի լինենք մեր հայրենակիցների համար եւ էլի գալով արդեն եզրափակիչ մասին մեր այսօրվա այս ուղիղ եթերի խոսենք նրանից, թե մենք ինչ ձևով ենք մասնակցելու 26 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին դաշինքով թե առանձին։ Մենք իհարկե ըստ էության նորաստեղծ կուսակցություն ենք, հավեմատաբար, ստեղծվել ենք 18 թվականին, այսինքն որպես նախաձեռնություն, իսկ 20 թվականի սեպտեմբերի 21-ին պատերազմից ընդամենը 6 օր առաջ մեր հիմնադիր համագումարն էր հենց նույն անկախության օրը մենք 21 թվականին արդեն դաշինքով մասնակցեցինք գալով նախապատմության մի քանի ամսվա կյանքում այո մի քանի ամսվա կյանք եւ փորձ քաղաքական այնուամենայնիվ դա մեզ չկանգնեցրեց եւ մենք գնացինք ընտրությունների դաշինքով գնացինք ընդ որում ինչ ձևով մենք այն քաղաքական կուսակցությունը դարձանք, որ հայտարարեցինք, որ մեր կուսակցության դռները բաց են բոլորի առաջ, ով բազային հարցերում մեզ հետ կունենա համախոհություն։ Եվ այնպես ստացվեց, որ մենք մասնակցեցինք պարոն Շիրինյանի հետ, իր քաղաքական ուժի հետ, դաշինքով գնացինք, մենք չհաղթահարեցինք անցումային շեմը, որ այն ժամանակ դաշինքների համար 7% էր, կուսակցությունների համար 5%, դրանից հետո իհարկե շատ ջրեր են հոսել, պետությունը եկավ այն եզրակացության, որ պարլամենտական ժողովրդավարության շենքի աղյուսները այնուամենայնիվ ոչ թե դաշինքներն են, այլ կուսակցությունները։ Պարլամենտական դեմոկրատիան առանց ուժեղ կայացած կուսակցությունների ուղղակի կլինի միայն տեսություն։ Հետևաբար մենք էլ գիտակցելով այդ մոտեցումը ամեն ինչ արեցինք մեր այսպես ասենք կուսակցական ինքնահաստատման ճանապարհն անցնելու համար եւ այն շարունակելու նաեւ մտայնությամբ մնալով իհարկե նաեւ այն միասնության դրոշակալման մեջ եւ նաեւ հաջողված փորձի, հա, ինչպիսին էր ասենք Եվրաքվեն եւ մենք համախոհներով թե քաղաքական կուսակցությունների մեջ, թե հասարակական կազմակերպությունների մեջ գործընկերների հետ այս համախոհությունը ֆիքսելով մենք համատեղ հաջողեցինք այս նախաձեռնության մեջ եւ հասցրեցինք կառավարությանը, հասցրեցինք ազգային ժողովին եւ այս ամենը պսակվեց նոր օրենքով։ Սակայն այո համախոհություն, սակայն ամեն քաղաքական կուսակցություն նաև իր քաղաքական դիրքավորումն ունի շատ կոնկրետ այս ընտրական process-ում եւ ընտրություններին ընդառաջ մենք իհարկե այսպես կատեգորիկ կամ դոգմատիկ ձևով չդնելով ոչ առանձին գնալու, ոչ էլ դաշինքով գնալը մեր առաջ որպես sense այսպես խնդիր, այնուամենայնիվ մենք պատրաստվում ենք գնալ առանձին, բաց պահելով մեր դռները նաև այլ ձևաչափերի համար։ Միևնույն ժամանակ մենք իհարկե նախապատրաստական աշխատանքներ ենք տանում, որպեսզի մենք մեր կուսակցական ցուցակը լինի ներկայացված ոչ կուսակցականներով, որոնք հայտնի են հասարակությանը, ունեն անցած ճանապարհ, ունեն պրոֆեսիոնալ, կամային եւ կազմակերպական հատկանիշներ, որոնք անհրաժեշտ են մեր պետությանը, եւ մարդիկ, ովքեր պատրաստ են իրենց ներդրումն ունենալ այս գաղափարական նպատակային այս շրջանակներում, որը մենք հռչակել ենք, եւ մենք շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ, մեր, այսպես ասենք, բազային պատկերացումներն այս պահի դրությամբ ելնելով նաև այն իրականությունից քաղաքական, որը կա Հայաստանի Հանրապետությունում, այս պահի դրությամբ այսպիսինն է եւ մենք իհարկե
բոլոր նորությունների պարագայում մեր Այս իմաստով ես համակարգացիներին տեղյակ կպահենք այն առաջնահերթ կարգով, որովհետև սա բոլոր դեպքերում լինելու է շատ թափանցիկ process։ Այո, ավելացնելով եւ ամփոփելով, կարծում եմ, որ մեր քաղաքացիները, ովքեր այս մասին շատ ինձ առանձին են գրում, նաև այստեղ են գրում, բոլոր հարթակներով հարցեր կային, որ միավորվեք եւ այլն։ Մենք այդ իմաստով որևէ խնդիր չունենք միավորվելու եւ պատրաստակամություն ունենք եւ հասկանում ենք, որ այդպիսի սպասումներ կան եւ նաեւ 2021 թվականին այդ սպասումներին ընդառաջ են գնացել միավորման եւ այդ մասով մեզ որևէ կշտամբանքի հարց չի կարող լինել, բայց որևէ կերպ կուզեի որպեսի մենք բարձրաբանենք չէ միավորում կամ առանձին գնալ, մենք պատասխանատվություն ենք զգում մեր պետության առաջ։ Այս ընտրություններին մասնակցությունն էլ մեզ համար ունի հստակ, այսպես շատ կարևոր հիմք, ի վերջո մենք հասկանում ենք, որ մեր երկրի առաջ կարևոր պատուհան է բացվել եւ դա մեծապես պայմանավորված են Հայաստան, Եվրամիություն, Հայաստան, Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերություններով, այն օրակարգերով, որոնք Հայաստանի առաջ ահռելի, այսպես հնարավորությունների շրջան է մեկնարկում եւ սրանք պետք է ապահովեն քաղաքական կարևոր ուրեմն նաեւ համախոհությամբ եւ ուրեմն պիտի դրա նեցուկը ունենա բազային առաջնահերթությունների համախոհությունները եւ այս օրակարգերը պիտի քաղաքական մեծ պալիտրայի ուրեմն նեցուկը ունենա, սա չի կարող օգոստոսի 8-ի համաձայնությունը չի կարող մի քաղաքական ուժի հույսին մնալ։ Այսինքն սա Նիկոլ Փաշինյանի միայն խնդիրը չէ։ Սա այսօրվա գործող կառավարության միայն խնդիրը չէ։ Սա քաղաքական ներկայիս մեծամասնության միայն խնդիրը չէ։ Սա ողջ հասարակության, սա պետության խնդիր է։ Սա առաջիկա 1 դարի մասին է, որ առաջին նույնիսկ փաստաթղթավորված այո, առաջին շարը քարերի մենք հիմա ենք շարում եւ այն պետք է շարենք ուղիղ, որ հետագա շարվելիք պատը լինի ամուր եւ ուղիղ օրակարգը չի կարող կուսակցական լինել։ Իհարկե, սա համազգային, այո, համազգային օրակարգ է, իսկ համազգային օրակարգը չի կարող մեկ կուսակցության խնդիր լինել։ Դա պիտի լինի բազմաթիվ քաղաքական ուժերի իդեպ եւ իշխանական եւ ընդդիմադիր, որոնք բոլորը իրենց ջանքը պիտի գործադրեն, որպեսզի ձեռքբերված այս համաձայնությունները, այս հռչակագրերը օր առաջ մենք կարողանանք կյանքի կոչել, իմպլեմենտացնել, իսկ արժևում ահռելի անելիքներ կան, 24/7 ռեժիմով աշխատելու հրամայականներ, էներգետիկ ոլորտում ենթակառուցվածքների եւ տնտեսության այս բոլոր ուղղություններով, եթե մենք սրա անհրաժեշտ քաղաքական նեցուկը չլինի, այս բոլորը ի վիճակի չի լինելու պետությունը հաղթահարել։ Եվ մեր ամերիկացի գործընկերները, եվրոպացի գործընկերները ակնդետ ուշադրությամբ հետևում են այս գործընթացներին, նաև այս մտահոգությամբ, որ Հայաստանում այս կարևոր Հայաստանի արչև բացված այս հնարավորությունները մենք կարողանանք անհրաժեշտ ծավալով եւ խորությամբ հասցնել մեր բնակիչներին, մեր քաղաքացիներին, մեր քվեարկողներին եւ իհարկե հորդորենք, խնդրենք եւ նրանց քվեն ստանանք, որպեսզի կարողանանք այս մեր ժողովրդի առաջադրանքը լավագույնս իրականություն դարձնել այս ձեռք բերված պայմանավորվածությունը կյանքի կոչելով նաև ապագա սերունդների առաջ որպես քաղաքական գործիչներ, որպես այսօրվա այս սերնդի քաղաքական դաս եւ չամաչենք մեր զավակների եւ վաղը ծնվող երեխաների առաջ այո դե ինչ շնորհակալություն
Ես եմ շնորհակալ հորդորենք որպեսի այո, մեր հարգարժան հետևորդներին, շարունակեն մեզ հարցեր եւ յուրաքանչյուրին մեր շնորհակալությունն ենք ուզում հայտնել ձեր հետաքրքրության համար, ձեր հասցեագրված հարցերի համար։ Հաջորդ մեր ծրագրերում մենք անվանապես նաև որոշ հարցերի կանդրադառնանք եւ կնշենք այն անունները, որոնք որ մեզ հարցեր են ուղղել եւ կարծում եմ դա շատ ավելի անմիջական կդարձնի։ Մինչ նոր հանդիպում, մինչ հաջորդ 3 շաբթի նույն ժամին 20:00-ին Երևանի ժամանակով Կհանդիպենք։ Կհանդիպենք